Он был богом, или по меньшей мере подобным одному из них. Ալեքսանդր Մակեդոնացին բացառիկ մի անձնավորություն էր, իրոք լինելով խելացի, խորաթափանց, եռանդուն, կամային, ինչպես նաև դիվանագիտական, ռազմական, կազմակերպչական և դերասանական առաջնակարգ ունակությունների տեր մի անձնավորություն։ Ալեքսանդրը կարողացավ անել նույնիսկ այն, ինչ չկարողացավ կամ չհասցրեց անել իր հայրը։ Այս առումով ամենից առաջ նշենք, որ եթե մինչև իր կյանքի վերջն էլ վերջինիս հայր Ֆիլիպ II-ը հույների հիմնական մասի կողմից այնուհանդերձ շարունակվում էր ընկալվել որպես, ըստ էության, մի եկվոր և հունական ազատության կոպիտ մի խեղդող, ընդ որում Ֆիլիպն ինքը ևս որևէ փորձ չկատարեց ուղղել այս մտայնությունը, ապա սրան հակառակ Ալեքսանդրը, հիանալի գիտակցելով այն հանգամանքը, որ պետք է տիրել մարդկանց ամենից առաջ հենց սրտերին, մի շարք ուղղորդված ու հաշվենկատ քայլերով կտրուկ ամրապնդեց իր դիրքերը ոչ միայն մակեդոնացիների, այլև մնացած հույների աչքում, ավելին, եթե նույնիսկ իր հայրը ռազմական առաջնակարգ մեքենայի կիրառումը զուգորդում էր դիվանագիտական եռանդուն գործունեությամբ, ապա Ալեքսանդրը սրան գումարեց նաև տեղեկատվական ակտիվ պայքարի գործոնը, արդյունքում Ալեքսանդրն ինքնին լինելով անչափ հմայիչ և մարդկանց սրտերը գրավելուն ունակ մի անձնավորություն, տեղեկատվական ամենաակտիվ գործունեություն ծավալեց ամենից առաջ հենց սեփական կերպարի փառաբանման ուղղությամբ, երբ մակեդոնական թագավորության նոր արքան ներկայանում էր կարծես որպես գրեթե մի աստված կամ հենց նոր լեգենդներից դուրս եկած փառապանծ մի հերոս, մի տիրակալ, որն ի վիճակի էր կյանքի կոչել հույների նույնիսկ ամենահամարձակ ազգային երազանքներն ու իղձերը։ Վերջին հանգամանքի կապակցությամբ խիստ կարևորվում էր Ալեքսանդրի ամենից առաջ հենց դրական կերպարի ստեղծումն և դրա տարածումը մարդկանց ամենալայն շրջանակների սահմաններում, մի կերպար, որտեղ երիտասարդ տիրակալը ներկայանում էր որպես մի բարի, ազնիվ, սովորական մարդկանց ցավով ու հոգսով ապրող, հասարակ ռազմիկների հետ միասին ուսի տված մարտնչելու պատրաստ անձնավորություն, ընդ որում այն հանգամանքը, որ անչափ խելացի և խորաթափանց Ալեքսանդրը նաև լավագույն ֆիզիկական տվյալներ ուներ ու ինքն էլ չէր խուսափում իրեն վերագրվող դերի, համենայն դեպս, գոնե որոշ տարրեր իրականացնելուց միայն ուժեղացնում էր այս պատկերը։ Իրոք Ալեքսանդրին գովերգողներն օրինակ գրեթե միշտ պնդում էին, որ իրենց արքան շատ հաճախ անձամբ էր նետվում մարտի դաշտ և մարտնչում էր ընդհուպ մինչև ձեռնամարտում, ինչն իր մեջ ճշմարտության տարրեր, իհարկե, ուներ, սակայն այս հանգամանքը հաճախ ընդգծված գերագնահատվում էր։ Իրականում Ալեքսանդրն, այո, իրոք, լինելով մեծ խիզախության և քաջության տեր մի անձնավորություն, այնուհանդերձ սկզբունքորեն հեռու էր այն մտայնությունից, որ մարտի վտանգավոր հատվածներում իրեն անխոհեմ կերպով մահացու վտանգի ենթարկի, իսկ մարտին էլ նա մասնակցում էր բացառապես միայն անձնական թիկնազորի հուսալի ուղեկցությամբ, ընդ որում այդ անում էր որպես կանոն։ Նույն այդ մարտի ամենավերջում կամ առավելագույնը ամենավճռական պահին, այսպիսով քարոզվող իդեալական, սակայն գործնական լուրջ վտանգներով լեցուն հերոսական կերպարը և դրան զուգորդող ու դրա կողմից կարծես թե պարտադրվող սոցիալական վարքագիծը, որի ուղղամիտ կիրառությունը կյանք արժեցավ։ Նույն Կյուրոս կրտսերին Ալեքսանդրի կողմից իր կիրառությունն էր ստանում ավելի խոհեմ և հաշվենկատ մի ձևով, սակայն նրան գովերգողներն այնուհանդերձ ամեն կերպ ուռճացնում էին այս հանգամանքը, ավելին, սեփական արքայի ստացած մի քանի թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վերքերը վերջիններիս կողմից ներկայացվում էին որպես թեժ կռվին մասնակցելու ապացույց, ընդ որում լուրջ հարցականի տակ էին ինչպես այդ վերքերի առկայությունն ընդհանրապես, այնպես էլ դրանց խորության և ստացման հանգամանքները մասնավորապես, այս առումով հարկ է ավելացնել, որ տեղեկատվական նույն ակտիվ քարոզչությունը, որն ուղեկցում էր Ալեքսանդրի անձին, ուղեկիցն էր նաև վերջինիս ռազմական մեքենային։ Իրոք, ռազմական գործողությունները, որոնց նախորդում էին կազմակերպչական լուրջ ջանքերը և այն հաջողությունները, որոնք ձեռք էին բերվում բարոյապես սպարսավելի կամ առնվազն չեզոք միջոցների կիրառմամբ, Ալեքսանդրի տեղեկատվական գործակալների կողմից ներկայացվում էին որպես բացառապես միայն անձնական քաջության ու խիզախության պարզ դրսևորումների արդյունքներ։ Տեղեկատվական լայնածավալ այս գրոհի սահմաններում էին կիրառվում նաև առաջնակարգ հետախուզական ցանցի միջոցով հակառակորդի շարքերում կեղծ ու վերջինիս բարոյալ քող տեղեկությունների տարածումը, հակառակորդի աչքի ընկնող առաջնորդների չեզոքացումը, նրանց առնվազն գոնե վատաբանման միջոցով, սեփական առաջնորդների փառաբանումը և, ընդհանրապես, բոլոր այն սոցիալական լեգենդների հաջող կիրառումը, որոնք հունական ինքնասեր հասարակությունում վաղուց ի վեր առկա էր հարևան բարբարոսների նկատմամբ ու որոնց նույն այդ հասարակության անդամները պատրաստ էին հավատալու ամենայն պատրաստակամությամբ։ Եվ վերջապես ոչ պակաս կարևոր էր ընդգծել նաև այն հանգամանքը, որ Ալեքսանդրը չէր գործում միայնակ, այլ հենվում էր դեռևս հոր կենդանության օրոք առաջին շարքերում հայտնված իրոք տաղանդավոր անձանց մի իսկական աստղաբույլի վրա, ավելին, երիտասարդ արքան ինքն էլ ամեն միջոց ձեռնարկում էր, որպեսզի նույն այդ աստղաբույլը անընդհատ համալրվի ունակ նոր անձանց կողմից։ Այսպիսով Ալեքսանդրը իրեն որպես ժառանգություն հասած ռազմական ու դիվանագիտական առաջնակարգ մեքենայի արդյունավետ գործունեությանը միացրեց նաև տեղեկատվական աննախադեպ ակտիվ քարոզչությունը ինչպես սեփական երկրի ներսում, այնպես էլ դրսում, ինչը հիանալի արդյունք ապահովեց և ինչը սակայն ստեղծեց նաև լեգենդար այն հմայիչ քողը, որը Ալեքսանդրի կերպարը պարուրած է պահում մինչ այժմ։ Այս առումով վերջնական պարզության համար կրկնենք, այո, Ալեքսանդրը անչափ կամային, խելացի, խորաթափանց և եռանդուն, ինչպես նաև դիվանագիտական, ռազմական, կազմակերպչական ու դերասանական առաջնակարգ ունակությունների տեր մի անձնավորություն էր։ Սակայն այս տիրակալի հաջողությունների հիմքում մեծապես ընկած էր ամենից առաջ հենց առաջնակարգ ռազմավարչական ապարատի արդյունավետ գործունեությունը և տեղեկատվական աննախադեպ գրոհը։
Այս ամենը, որն իր ամբողջության մեջ այս տիրակալի կերպարին զրկում է սեփական ռոմանտիկ գրավչությունից, վերջինիս ուղղությամբ ավելի խորը հայացք գցելու պարագայում, սակայն նրան նոր մի հմայք է հաղորդում, երբ ռոմանտիկորեն պարզ հերոսն իր տեղը զիջում է անչափ ունակ, հաշվենկատ եւ խիստ արդյունավետ կազմակերպչին։ И величайший из всех тот, кого сейчас называют Мегас Александрос.